Մարտ ամիսը վերջանում է։ Ջավախքում սկսվում է արտագնա աշխատանքի մեկնողների ուղևորությունը դեպի արտերկրներ։ Մեր բարբառով ասած, խոպանջին պատրաստում է իր ճամպրուկը։ Ինչն է նրան ստիպում տանից 7-8 ամիսը գտնվել դրսում։ Այս թեմայի շուրջ կարելի է երկար խոսել, բայց հիմնականում գաղափարը մեկն է՝ ընտանիքի հոգսը։ Դե հարկելի Փարվանայի աշխատակիցներ, նախ եւ առաջ շնորհակալություն ինտերվյուի համար, որ ինձ հրամցիք։ Բոլորիս համար շատ պարզ հասկանալի, որ Խոպանը Ջավախքի ռեգիոնի, Նինոսնինդա Յախրքալագի ռեգիոնի համար աշխատանքի ամենամեծ հնարավորության միջոցներից մեկն է, որի համար մեր ժողովուրդը պարտադիր տանից տեղից կտրված տեղափոխում է Ռուսաստանի 18-90%-ով մնացած այլ արտերկրներ, որովհետեւ իրենց տարվա, օրվա, ժամվա կարիքները հոգան պարտադիր ձևով։ Առանց Խոպանի, առանց դուրս գալու մեր ռեգիոնում անբավարար աշխատանքի դեպքում հնարավոր չէ ապրուստի միջոց որպես իսկ աշխատանք գտնել, քանի որ չկա աշխատանքի պակասությունը շատ մեծ է մեր մոտ, չկա հնարավոր արտադրություն, գյուղատնտեսությունը ապրում է մեծանկում, գյուղատնտեսության մնացած ճյուղերի հնարավորությունները մեզ մոտ շատ քիչ են, ունեցած ապրանքը արդեն իսկ մահանա պատճառ բռնելով, թե ցածր որակի է, կների անկում է ապրում, իսկ այդ պարագայում, եթե մեր բնակչությունը, հայ ժողովուրդը, Բոգդանովկայի կամ Ախրքալագի կամ Սամցե Ճաղավարտի բնակչությունը դուրս չեկա աշխատանքի արտերկիր, հնարավոր չէ ապրելու, որովհետև ամեն մի օրվա համար տվյալ բնակչությանը պետք է կոմունալ ծախսեր պարտադիր, հատկապես ձմեռվա պայմաններում, որը անցնում է շատ մեծ ահռելի թվերի, պետք է օրվա կարզինքայի համար, օրվա պահանջարկի համար ունենաս հնարավոր ֆինանսավորում ապրելու համար, պետք է թոշակառուին մենակ իր թոշակով հնարավոր չէ ապրել, պետք է այդ մարդկանց հավելյալ գումար, որովհետեւ իրենք հայթայթեն իրենց տեղամիջոցները, կոնե որոշ չափով իրենց առողջական հնարավորությունը պաշտպանելու համար։ Ահա թե ինչպիսի դժվարություն է մեր ժողովրդին սպասվել է ու կսպասվի, որովհետեւ առաջը մեր ռեգիոնում, մեր շրջակայքում լրիվության պատերազմական գոտի է, բոլոր կողմերից թանկացում, հատկապես խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի կներ են արդեն վառելիքի կները բարձրացել, իսկ դուք լավ գիտեք, որ վառելիքի կները բարձրանում են նաև մնացած բոլոր մթերքները, հատկապես մարդուն համար պահանջարկ ունեցող ալյուրը, շաքարը, ծեթը, յուղը, մնացած այն բոլոր տեղորայքը անպայման տագտրականապես ենթարկվելու բան է կամ չփոխելու բան է, որովհետև եթե վառելիքը սկսում է թանկանալ, ապա թանկանում է մնացած բոլորը։ Ու այս ամեն ինչից վերցնելով հիմք, ես իմ կողմից տա եւ բոլորի կողմից է տա, որովհետև եթե այս ամեն ինչը թանկացումը թանկանալու է ու ելի առաջ է գնալու այս ամեն ինչը թանկանալով, մեր ժողովուրդը հնարավորություն չունի դուրս չգալու, արտերկիր չգնալու, Ռուսաստան չգնալու, հատկապես Ռուսաստան չգնալու, որովհետև մեր 90%-ի բնակչության աշխատավարձն ու աշխատանքը գոյատևման գլխավոր միջոցը դա Ռուսաստանն է։ Թողնում են տուն-տեղ փոքրիկ երեխաներ, որոնց մեծանալն անգամ չեն կարողանում վայելել։ Թվում է, թե հեշտ է այս ամենը, բայց արի ու տես, հեշտ ոչինչ չկա։ Համենայն դեպս այսպես արտահայտվեց Հեշտիայի բնակիչը։ 5 ամիս դուրս եք, հետո եկաք տանտեղի վրա, օգոտ քանու, կա օգոտ, ընդեղից փարագու կա, ստեղ խուտեք 30 լարի 1000 մանետը, 27 կա, 5-6 ամիս, կենայի ամիս, թեղտերում դերգվա, փողբիծարկերից, սաղ ծախսը, կարոտնամ 5-6 ամիս երեքոք չեմ տեսնի։ Տարիներն անցնում են, բայց Խաչագողի հիշատակարանի սյուժեն հիշեցնող խոպանջու ճանապարհը մնում է նույնը։ Մեկը լավ, մյուսը վատ, երրորդը արկածային եւ այսպես շարունակ, բայց փողի խնդիրը նույնն է ու այն մարդկանց տանում է օտար ափեր։